Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարում։ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այցի ընթացքում տեղի ունեցել նաեւ վարչապետի առանձնազրույցը Վլադիմիր Պուտինի, այնուհետև հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ռուսական ցորենով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով ուղևորվել է Հայաստան։ Նշվում է, որ մինչև այս տարվա վերջ նախատեսվում է այս ճանապարհով Հայաստան ներկրել ավելի քան 2000 տոննա հացահատիկ։ Բոլոր հայ գերիների եւ պատանդների անհապաղ եւ անվերապահ ազատում, ադրբեջանական զորքերի ամբողջական դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից, Արցախահայության վերադարձի իրավունքի իրացում եւ այլն։ ԱՄՆ կոնգրեսում ներկայացվել է հայանպաստ երկկուսակցական օրինագիծ։ Երևանի ավականու այս տարվա վերջին նիստում հաստատվել է նաև հասարակական տրանսպորտում վճարումների վերահսկողության մասին նախագիծը, քննարկվել 2026 թվականի բյուջեն, որը 34 կողմ 17 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով ընդունվել է։ Ալեպում գիշերը բախումներ են տեղի ունեցել սիրիական ժողովրդավարական ուժերի եւ քրդական ուժերի միջև, կան զոհեր եւ մոտ 2 տասնյակ վիրավորներ։ Բախումներից հետո կողմերի միջև հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել։ Մոսկովյան դատարանը շախմատի նախկին աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովին հերրակակարգով ձերբակալելու որոշում է կայացրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկություն արդարացնելու հոդվածով։ Օրվա միջազգային անցուդարձը։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին եւ անկախ պետությունների համագործակցության ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այցի ընթացքում տեղի է ունեցել նաև վարչապետի առանձնազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։ Այնուհետև Փաշինյանը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ քննարկված հարցերին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման տեմպերին, ՏՌԻՊ նախագծին եւ այլ թեմաների։ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Իր խոսքում Ռուսաստանի Դաշնության նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու համար։ Երեկ եւ այսօր մենք արդեն փոխանակվել ենք մեր աշխատանքի գնահատականներով։ Ընդհանուր առմամբ իմ կարծիքով ամեն ինչ շատ լավ է անցել։ Հուսով եմ մթնոլորտը լավն էր, բայց ամենակարևորը մեր թիմերը քրտնաջան աշխատել են բոլոր ուղղություններով, պատրաստել են լավ փաստաթղթեր, ամեն ինչ ստորագրված է, ամեն ինչ առաջ է շարժվում։ Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք ըստ Պուտինի զարգանում են։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքով երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կանոնավորվել է։ Եթե 2024 թվականին այն գերազանցել է 11 միլիարդը, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին այն կազմել է 4.5 միլիարդ։ Սա նույնպես լավ ցուցանիշ է եւ մեզ հիմք է տալիս կարծելու, որ մոտ ապագայում մենք այն կավելացնենք։ Մենք նաեւ լավ ծրագրեր ունենք։ Արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում ատոմային էներգետիկան։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ դուք բարձրացրիք տարբեր հարցեր, որոնց ուղղությամբ կարող ենք համատեղ աշխատել, այդ թվում հին երթուղիների վերականգնումը եւ նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները։ Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր տարածաշրջանում շատ կարևոր եւ բարեբախտաբար դրական զարգացումներ են տեղի ունենում, ինչին իր մասնակցությունն է ունեցել նաեւ Վլադիմիր Պուտինը։ Ըստ Փաշինյանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Ռուսաստանի հետ հարաբերությունների համար։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ձեր աջակցության համար։ Ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի եւ Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Եվ դա արդեն տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով, ինչը կարծում եմ իսկապես պատմական իրադարձություն է։ Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է, ասել է Փաշինյանը, նկատի ունենալով Իջևանի, Երազխի եւ Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի եւ Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ, բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել
մեծացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Մենք ներկայում նաև շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ, TRIP նախագծի իրականացման եւ կառուցման վերաբերյալ։ Սրանք իսկապես նշանակալից եւ բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար։ Այստեղ կան նաև բազմաթիվ ներբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններին։ Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցից հետո Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպմանը քննարկված հարցերին, Հայաստանի կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման տեմպերին, իրական Հայաստանի գաղափարախոսությանը, տարածաշրջանում առևտրատնտեսական գործակցության ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին, TRIP նախագծին եւ այլ թեմաների։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ինչպես արդեն նշեցինք, Սանկտ Պետերբուրգում կայացել է նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը Պուտինը Փաշինյանին եւ ԱՊՀ մյուս ղեկավարներին նախ հյուրընկալել է Էրմիտաժում եւ նրանց հետ միասին շրջել թանգարանային սրահներում։ Այնուհետև Էրմիտաժի ձմեռային պալատի մեծ սրահում կայացել է գագաթնաժողովը, որի ժամանակ էլ Պուտինը հայտարարել է, որ 2025-ին ԱՊՀ երկրների միջև գործակցությունը զարգացել է հաջողությամբ։ Վլադիմիր Պուտինը Էրմիտաժ թանգարանի գլխավոր տնօրենի հետ միասին թանգարանում սպասում է ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների ժամանմանը։ Նախատեսվում է թանգարանի հիմնական ցուցանմուշների համատեղ դիտում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի նախագահների հետ ժամանեց թանգարան, որտեղ էլ Ռուսաստանի նախագահի հետ նախ Էրմիտաժում կարճ զրույց ունեցան, ապա Ռուսաստանի Դաշնության նախագահը Փաշինյանի եւ մյուս երկրների առաջնորդների հետ շրջեցին թանգարանային տարբեր սրահներում, որտեղ ցուցադրվում են 18-րդ դարի ֆրանսիական գեղանկարչության գլուխգործոցներ։ Նաեւ այցելեցին Էրմիտաժի ոսկե գանձարանը։ Երկրների առաջնորդները ծանոթացան ներկայացված ցուցանմուշների Նրանք եղան նաև Հայաստանի մշակույթի եւ արվեստի սրահում։ Այնուհետև Սանկտ Պետերբուրգում Էրմիտաժի Գեորգիևյան դահլիճում մեծ գահասրահում տեղի ունեցավ ԱՊՀ ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Բացման խոսքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորեց ԱՊՀ շրջանակում գործակցության զարգացումն ու ընդլայնումը։ Վլադիմիր Պուտինը նշեց, որ 2025 թվականին ԱՊՀ երկրների միջև գործակցությունը հաջողությամբ զարգացել է։ Առևտրաշրջանառությունը 2025 թվականին կազմել է $90 միլիարդ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Ներմուծման փոխարինման գործընթացները ընթանում են արագ տեմպերով, դրանով իսկ ամրապնդելով մեր պետությունների տեխնոլոգիական ինքնիշխանությունը։ Մասնակից երկրների փոխադարձ հետաքրքրությունը արդյունաբերության, գիտության, տեխնոլոգիաների, թվայնացման եւ նորարարության ոլորտներում գործնական գործակցության խորացման հարցում աճում է։ ԱՊՀ երկրների ձեռնարկատերերի մասնակցությամբ իրականացվում են խոշոր արդյունաբերական եւ ենթակառուցվածքային նախագծեր։ Ձևավորվում են եվրասիական նոր արտադրական եւ տրանսպորտային շղթաներ, արդիականացվում եւ հագեցվում միջմայրցամաքային լոգիստիկ միջանցքները։ Ռուսաստանի Դաշնության նախագահը հույս հայտնեց, որ հաջորդ տարի եւս գործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուսական ծորենով բեռնված հերթական գնացքն է Ադրբեջանի տարածքով ուղևորվել Հայաստան։ Հացատիկով բեռնված վագոնները շարժվել են Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի կայարաններից մեկից։ Առաջին խմբականակը բաղկացած է 8 հացատիկային վագոնից, նշում է, որ մինչև այս տարվա վերջ նախատեսվում է այս ճանապարհով Հայաստան ներկրել ավելի քան 2000 տոննա հացահատիկ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում հանդիպել է Հայաստան-Եգիպտոս միջկառավարական համատեղ հանձնաժողովի եգիպտական կողմի նախագահ, տնտեսական զարգացման եւ միջազգային գործակցության նախարար Ռանյա Մաշատի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև գործակցության խորացման հնարավորությունները, մասնավորապես արդյունաբերության, գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում։ Նախարարը ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը եւ հրավիրել Մաշատիին մասնակցել խաղաղության խաչմերուկ ներդրումային գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի գարնանը։
ԱՄՆ կոնգրեսում էլ ներկայացվել է երկկուսակցական Armenia Security Partnership Act օրինագիծը, որը նախաձեռնել են կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիրիլակիսը եւ Ֆրենկ Փալոնը։ Օրինագծի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումներն Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևի վարչակազմը չի իրականացրել հստակ եւ չափելի քայլեր ուղղված Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը։ Այդ քայլերի թվում են բոլոր հայ գերիների ու պատանդների անհապաղ եւ անդերապահ ազատումը, ադրբեջանական զորքերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից, Արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանության ապահովումը։ Օրինագիծը նաեւ նախատեսում է ԱՄՆ անվտանգության աջակցության համապարփակ վերանայում Հայաստանի համար, ուժեղացնելու երկրի պաշտպանունակությունը եւ զսպման կարողությունները, եթե Ադրբեջանը չկատարի նշված պայմանները։ Երևանի ավականու այս տարվա վերջին նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության կազմում տեղի ունեցած մանդատային փոփոխության մասին։ Նիստում հաստատվել է նաև հասարակական տրանսպորտում վճարումների վերահսկողության մասին նախագիծը, քննարկվել 2026 թվականի բյուջեն։ Իդեպ ավականին 34 կողմ, 17 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով ընդունեց Երևանի 2026 թվականի բյուջեն։ Երևանի ավականու հերթական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Կիմա Աբգարյանն իր դիմումի համաձայն վաղաժամկետ դադարեցրել է ավականու անդամի լիազորությունները։ Քաղաքապետի խոսքով կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության հիման վրա մանդատը փոխանցվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ տեխնացու Խորեն Հովանեսյանին։ Նիստի ընթացքում Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը դիմեց ընդդիմադիր ուժերին, կոչ անելով զերծ մնալ ավականու անդամների քվեարկության հետ կապված մեկնաբանություններից։ Նրա խոսքով քվեարկությունը յուրաքանչյուր ավականու անդամի ազատ իրավունքն է։ Գալջյանը նաև անդրադարձավ հասարակական կարգի պահպանման ծառայության համար նոր հաստիկների ավելացման թեմային, նշելով, որ հանրության գերակշիռ մասը պահանջում է տրանսպորտում վճարումների պատշաճ վերահսկողություն։ Նրա խոսքով հասարակական տրանսպորտից օգտվողների 80%-ը բարեխիղճ վճարողներ են եւ արդարացի դժգոհություն ունեն այն 20%-ի նկատմամբ, որոնք խուսափում են վճարումներից։ Անդրադառնալով նոր հաստիկների նախագծին, որը ընդունվեց չզեկուցվող փաթեթով, այո, մենք ավելացնում ենք հասարակական կարգի ծառայությունում նոր հաստիկներ, որովհետև հանրության գերակշիռ մասը մեզնից պահանջում է, որ մենք հետևողական լինենք հանրային տրանսպորտում վճարումների պատշաճ իրականացմանում։ Չվճարողների շատ մեծ մաս է կազմում, եթե օգտվեք տրանսպորտից ինքներդ կտեսնեք, օտար երկրացիները, եւ ես կարծում եմ դա ավելի անարդար է, որ մեր քաղաքացիները վճարում են, իսկ օտար երկրացիները ոչ, օգտվելով տարբեր բացերից եւ նաեւ անչափահասները, հիմնականում դպրոցական տարիքի մեր քաղաքացիները հաճախ չեն վճարում եւ մենք որպես քաղաքային իշխանություն պարտավոր ենք սա անել։ Նիստի ընթացքում իրավիճակը մի քանի անգամ լարվեց, մասնավորապես երբ հանրային ձայնը խմբակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը ելույթ էր ունենում, Մայր Հայաստան խմբակցության անդամները տեղից խանգարեցին նրան։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը միջամտեց։ Հասկացանք, չափի մեջ, ասենք, այս չափը չի կարելի, այդքան տեղ չկա, շատ եք լոճվում, պարոն Իսկանդարյան, ձեզ նախազգուշացում, պարոն Իսկանդարյան, ձեզ նախազգուշացում, պարոն Հակոբյան, ու ձեզ նախազգուշացում, ու շարունակեք ոգևորվել, ժողովուրդ ջան, նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակներ։ Նիստում Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետի պարտականությունները կատարող Դավիթ Հակոբյանը ներկայացրեց 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է Երևանի վարչական տարածքում գտնվող կրոնական պաշտամունքային շենք-շինությունների համար 2026 թվականին նախագծման թույլտվության տեղական վճարների նկատմամբ կիրառել զրոական արտոնաչափ։ Բացի այդ նախատեսվում է արտոնություններ սահմանել 4-րդ կարգի կատեգորիա
կատեգորիայի դասակարգում ունեցող բազմաբնակարան եւ բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի եւ համալիրների համար նվազեցված դրույքաչափերի կիրառմամբ։ Քննարկման ընթացքում Երևանի ավականու ազգային առաջընթաց խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանն առաջարկեց ընդդիմադիր ուժերին համատեղ պահանջներ ձևավորել տրանսպորտային փաթեթների գների վերանայման եւ աղբահանության վճարների հաշվարկման մեխանիզմների փոփոխության վերաբերյալ։ Նա նաեւ հայտարարեց նիստերի հնարավոր բոյկոտի մասին, նշելով, որ Հայաստանում ամենուրեք թանկացումներ են արձանագրվում։ Արձագանքելով այդ հայտարարությանը քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց. Շնորհակալություն Տիկին Աբգարյան, բայց անկեղծ ասած նույն հարցը կարելի է ձեզ տալ։ Եթե նամանավանդ որևէ բան այս նախագծերով չի փոխվում, այսինքն նույնն է մնում, բազմաթիվ այլ նախագծեր կային չզեկուցվողների մեջ, նույն մեր քաղաքացիներին բնակարան հատկացնելու հազար ու մի հարցեր, որոնք որ հազար ու մի խնդիր էին լուծում երևանցիների համար։ Հետևաբար այդ հակընդդեմ հարցը դուք ինքներդ ձեզ տվեք։ Այս քաղաքական շոուն, որ կազմակերպվում է, իմաստը որն է դրա։ Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև ազգային առաջընթաց խմբակցության անդամ Արամ Թորոսյանը, քննադատելով քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը տրանսպորտի վճարի, վճարումների արդյունավետության եւ որոշումների հիմնավորվածության հետ կապված։ Նրա խոսքով չվճարելու պատճառներից մեկը պայմանավորված է գերծանրաբեռնվածությամբ, մյուսը գինվորական համապատասխանությամբ։ Թորոսյանի ելույթին արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նշելով, որ նման քննադատությունները տարիներ շարունակ կրկնվում են եւ հավելեց, որ քաղաքային իշխանությունը կենտրոնացած երևանցիների խնդիրների լուծման վրա։ Երևանի ավականին քննարկեց նաև մայրաքաղաքի 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Ըստ ներկայացված տվյալների 2026 թվականին Երևանի բյուջեն եկամուտային գծով 151 միլիարդ 455 միլիոն 5000 դրամ, ծախսերի գծով 156 միլիարդ 777 միլիոն 815 հազար դրամ, իսկ բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է 5 միլիարդ 322 միլիոն 810 հազար դրամ։ Նախատեսված եկամուտները 2025 թվականի հաստատված ցուցանիշների համեմատ նվազել են 3.4%-ով։ Նվազումը պայմանավորված է պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների իրականացման համար հատկացվող միջոցների կրճատմամբ։ Միաժամանակ բյուջեի նախագծով արձանագրվում է սեփական եկամուտների աճ։ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մայրաքաղաքի 2026 թվականի բյուջեն ուղղված է լինելու մի շարք կարևոր խնդիրների լուծմանը, հատկապես կրթական եւ բնապահպանական ոլորտներում։ Քաղաքապետի խոսքով առաջիկա տարում նախատեսվում է Նուբարաշեն վարչական շրջանում ստեղծել 8.5 հեկտար անտառածածկ տարածք, իսկ Նոր վարչական շրջանում 30 հեկտար անտառածածկ տարածք։ Բացի այդ, Տիգրան Ավինյանը հայտնեց, որ 2026 թվականին շինարարության փուլ կմտնի 13 մանկապարտեզ, ինչը նրա գնահատմամբ էականորեն կնպաստի նախադպրոցական կրթության հասանելիության բարձրացմանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հալեպում գիշերը բախումներ են տեղի ունեցել սիրիական ժողովրդավարական ուժերի եւ քրդական ուժերի միջև, կան զոհեր եւ մոտ 2 տասնյակ վիրավորներ։ Քրդերի գլխավորած սիրիական դեմոկրատական ուժեր կոալիցիան հայտարարել է, որ կառավարական ուժերը առաջին են հարձակվել։ Տելեգրամ ալիքների համաձայն Իդլիբից զինյալներ են ժամանել նրանց օգնելու համար։ Սիրիական պետական հեռուստաընկերության հաղորդմամբ բախումներից հետո կողմերի միջև հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել։ Հալեպի հայության անվտանգության նկատառումներից ելնելով էլ բախումների ընթացքում Սիրիայի հայ համայնքը հորդորել է տներից դուրս չգալ, հայտնել է Գանձասար թերթը։ Թերթի միջոցով հայերին խորհուրդ են տվել մինչև քաղաքի կացության բարելավումը բնակարանների մեջ պատսպարվել ներքին սենյակներում չմոտենալ պատուհաններին եւ պատշգամբներին։ Նախորդին էլ Իրանը հրթիռային զորավարժություններ է անցկացրել երկրի տարբեր հատվածներում, ըստ լրատվամիջոցների հրթիռներ են արձակվել մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում, նաև Սպահան եւ Մաշհադ քաղաքներում։ Աքսիոսը հղում անելով աղբյուրներին հաղորդել է, որ իսրայելցի պաշտոնյաները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին զգուշացրել են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից անցկացվող հրթիռային զորավարժությունները կարող են լինել Իսրայելի վրա հարվածի նախապատրաստություն։ Ըստ աղբյուրների, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը զանգահարել էր ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատարին եւ տեղեկացրել նրան Իսրայելի մտահոգությունների մասին կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային զորավարժությունների հետ։ Իսկ ահա NBC News-ն էլ հայտնել էր, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նախատեսում է առաջիկա հանդիպման ժամանակ Տրամփին տեղեկացնել Իրանի դեմ հնարավոր նոր հարվածների մասին։ Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։
Մոսկովյան դատարանը շախմատի նախկին աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովին հեռակակարգով ձերբակալելու որոշում է կայացրել, նրան մեղադրանքի առաջադրվել է ահաբեկության արդարացման հոդվածով, որը 5-ից 7 տարվա ազատազրկում է նախատեսում։ Դատարանի վճռում սակայն հստակեցված չէ, թե հատկապես որ հայտարարությունների համար է Կասպարովի նկատմամբ նման որոշում կայացվել։ Դատավճռում միայն նշված է, որ խափանման միջոցը ուժի մեջ կմտնի նրա ձերբակալության կամ արտահանձնման պահից սկսած։ Կասպարովը բնակվում է արտերկրում եւ ավելի քան 10 տարի է, ինչ Ռուսաստանում չի եղել։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Մոսկվայի մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ռուս գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը։ Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով նրա մեքենայի տակ տեղադրված է եղել պայթուցիկ սարք։ 56-ամյա Սարվարովը ղեկավարում էր զինված ուժերի օպերատիվ պատրաստության վարչությունը։ Քննությունը դիտարկում է նաև վարկած, որ պայթյունը կարող էր կազմակերպվել ուկրաինական հատուկ ծառայությունների մասնակցությամբ։ Սակայն Ուկրաինան դեռ մեկնաբանություն չի տվել։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի հարավում գտնվող բնակելի շենքի ավտոկայանատեղիում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով 2022-ից ի վեր Մոսկվայում մի շարք բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ դարձել են նման հարձակումների թիրախ։ Ուկրաինական զինված ուժերը ԱԹՍ-ներով հարվածել են Ստավրապոլի երկրամասի քիմիական գործարանին։ Զոհերի եւ վնասների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվել։ Դրան զուգահեռ Ուկրաինայի ամբողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապ։ Կիևում եւ հարակից շրջաններում սկսվել են էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Հալեպում բախումներ են սկսվել։ Թուրքիան ծանր տեխնիկա է տեղափոխում Հալեպի շրջան։ Նախնական տվյալներով բախումների հետևանքով վիրավորվել է 16 քաղաքացիական անձ։ Սիրիայի ժամանակավոր կառավարությանը հավատարիմ ուժերի եւ ներքին անվտանգության ուժերի միջև շարունակվում են ինտենսիվ բախումները։ Մարտերը զգալիորեն սրվել են, կիրառվում են ծանր զենքեր, ինչը քաղաքացիական բնակչության շրջանում մեծացնում է վախն ու խուճապը։ Ավելի ուշ Սիրիայի մարդու իրավունքների դիտարանը հայտնել է Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիե շրջաններում Սիգին պատկանող տանկերի, ռազմական մեքենաների եւ ծանր զենքերի ժամանման մասին։ Միացյալ Նահանգների վարչակազմը որոշել է երկիրը կամավոր լքող անօրինական ներգաղթյալներին պարգևատրել մինչև $3000։ Վճարումը կկատարվի նրանց, որոնք մինչև տարեվերջը կինքնարտաքսվեն։ Ինքնաթիռի տոմսի գումարը նույնպես կվճարի Միացյալ Նահանգների կառավարությունը։ Վրաստանի Գարդաբանի քաղաքում նոր տարվա եղևնու լուսավորության պատճառով հրդեհ է բռնկվել։ Վնասների, վիրավորների կամ զոհերի մասին որևէ տեղեկություն դեռ չի հաղորդվում։ Այսքան այժմի համար ցտեսություն։